Սեպտեմբերի 10-15-16-ին Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում G ու հենց ընենց 7 հաղորդաշարի առաջի թողարկումն է։ Նախ պաշտոնական տեղեկատվություն։ Մենք G ու հենց ընենց 7-երս Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպաններն ենք, ծառաներն ու բարեկամները։ Պայքարում ենք հանուն արդարության եւ խաղաղության համար, ինչպես ասում էր Մարկոս Տուլիոս Ցիցերոնը, այն տունը ուր գրքեր չկան, նման է հոգու զուրկ մարմին։ Վերջերս մեր զաբորալպստման բաժին ահազանգ եղավ, ըստ որի Երևան քաղաքի սրբափողոցի վրա ոմն անձինք ցուցաբերում են տերորիստական վարքագիծ։ Մենք արդեն ստեղ ենք լինելու, մեր ակցիաները ստեղ ենք անելու։ Եվ ինչպես ասում էր Յունոս Կյագուտագավան, մարդու կյանքը նմանելուց կուտուփի, նրան վերաբերվել լուրջ ծիծաղելի է, վերաբերվել անլուրջ վտանգավոր։ Մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Այդ իսկ պատճառով պատշաճ կերպով ծառայողական պարտքը կատարելու մեծ նվիրումով մեր ոստիկանական թիմի անդամները պոկեցին իրենց հաստ հետևը կանգնած տեղից եւ խռիվ տալով իջան սրբափողոց, նույն ինքը Բաղրամյան։ Ոչ, այստեղ ենք պահանջում։ Որպեսզի ինքնամոռաց պաշտպանային քաղաքացիների եւ պատկան մարմինների անվտանգությունը։ Հասնելով դեպքի վայր, այնտեղ հայտնաբերվել են սևազգեստ մայրեր, որոնք խիստ սարսափեցրել են մեր աշխատակիցներին, քանի որ նրանք իրենց մոտ ունեին սուր կտրող գործիքներ, կոշիկ, թաշկինակ, A3 ֆորմատի թուղթ, բարձր ձայն, անձնագիր։ Մեզ խփում եք, մեզ քաշում եք։ Ինչպես նաև զենք զինամթերքից թափանցիկ տոպրակ, բաճկոն, դրամապանակ, կոճակ, աջ եւ ձախ ձեռք, տամ բանալի։ Բայց քանի որ Արիստոտելն ասել է, որ քաջ է կոչվում նա, ով անվախ քայլում է դեպի մահը, մեր հմուտ ոստիկանները երկնքից ուժ եւ հրաման են ստացել, խիզախել են կազմակերպել օպերատիվ աշխատանք։ Շարունակում ենք ներկայացնել ոստիկանության ստորաբաժանումների աշխատանքը, որի գործունեությունը առանձնահատուկ համարելն էլ քիչ է։ Որի շնորհիվ կասեցրել են սևազգեստ տերորիստների հետագա քայլերը եւ մեր քաղաքացիները այսուհետ փրկված են չարիքի ճիրաններից։ Տերորիստները մի մայթից տեղափոխվել են դեմի մայթ։ Հետաքննությունը շարունակվում է։ Նախագահի նստավայրի մոտ։ Նախագահականի զաբորներ, մորից էլ սուրբ եք մեզ համար։ Մեր եթերաժամը մոտենում է ավարտին, իսկ դուք կարող եք դիտել եւս մեկ տեսանյութ որպես նախորդի շարունակություն։ Ինչի համար էլի։ Շանտղա։ Երբեմն մարդիկ երբ հայտարարություններ Եվ ինչպես կասեր Գալուս Սահակյանը։ Բարլուս, այսօր մեր հասարակությունը ըստ ունեցվածքի բաժանվում է 3 խմբի։ Մի մասը այդ պորճ խավն է, մյուս մասը աղքատ մարդիկ են, իսկ մնացածն էլ այն մարդիկ են, ովքեր մեռնում են վատ պայմաններից, սովից կամ ցրտից։ Դրա համար այս տարի մեր կառավարությունը սոցիալապես անապահով մարդկանց աջակցելու, իրանց ապրելու համար տրամադրել է 170 միլիոն 50 հազար դրամ։ Ոնց հասկացանք, մեր կառավարությունը այդքան էլ չի հասկացել, թե որն է սոցիալապես անապահով անձը։ Սոցիալապես անապահովները այս մարդիկ չեն, այս երեխեքը չեն։ Շատ լավ եք արել, շատ ճիշտ եք արել, որ մի կոպեկ այդ փողից իրանց չեք տվել, որովհետև սոցիալապես անապահովները այդ ձեր երեխեքն են, որովհետև լավ համարներով ավտո չունեն, քիչ ունեն, 6 հատ, 16։ Այդ ձեր կնիկներն են, որ adnarazvi նորկից շուբեր ու բրիլյանտներ չունեն։ Հազիվ են քեֆերին ծերին հասցնում խեղճերը։ Անապահովները դուք եք, որ մեծ բիզնեսներ չունեք, կամ էլ ունեք, բայց բիզնես ունենալու իրավունք չունեք։ Չէ, բիզնես չկա, ես բիզնեսով չեմ զբաղվում։ Չէ, ես բիզնեսով չեմ զբաղվում։
Ես բիզնեսով չեմ զբաղվում։ Դրա համար այդ 170 միլիոն 50 հազարը վերցրեք, բաժանեք իրար մեջ, յոլա գնացեք, մինչև այսքանի վաղտը օդ շնչելու համար հարկ մարկ տանք։ Դուք էլ ապրեք մի քիչ, մեղքել եք, արա, կարողա սովածել եք քնում մեկ-մեկ, եթե հա, ձեն հանեք, ճաշարան բացենք ձեր համար, եկեք հաց կերեք։ Հենա մեր էներգետիկ համակարգի պաշտոնյաները հենց տենց էլ արեցին։ Օրինակ չեք կարող վերցնեք։ Մարդիկ առանց ամաչելու եկան ասին, որ մեր մուծած ստոկի փողով իրանց Lexus Merz կորցրել են այդ փողը։ Մենք էլ հասկացանք իրանց, մտանք իրանց դրության մեջ ու հեսա տալու ենք բերանները ջար կոքնենք փողը կտանք։ Ասենք ամսական 9000-ի փոխարեն 13-15000 կտանք։ Մի ամսում կջրվի կեթա այդ 250 միլիոն դոլարի պարտքը։ Ղեկավարության կարծիքով սպառողները պետք է վճարեն նաև աստղաբաշխական թվերով իրենց վարձակալած Lexus-ների, Mercedes-ների համար։ Տրանսպորտային միջոցների վարձակալության վրա կազմակերպությունը 2014-ին ծախսել է 97 միլիոն դրամ։ 80,000 աշխատավարձով ես չեմ կարող տեղավորվել այդ ամեն ինչի մեջ։ Ոչ թվերին եք տիրապետում։ Եթե էներգետիկ համակարգը սնանկանում, այդ էներգետիկ համակարգի ղեկավարները ինչի չեն սնանկանում, այդ ոնց են իրանք տենց մեծահարուստներ դառնում։ 2012-ին միայն 230 միլիոն դրամ է ծախսել հեռախոսային ծառայությունների համար։ Այդ որ ասում եք թալանը տարել են, ոչ էլ է թալանին եք տիրապետում։ 2014-ին կապի ու այլ հաղորդակցության ծառայությունների վրա կատարված ծախսերը որոշակիորեն նվազել են, հասնելով 203 միլիոն դրամի։ Այս փողը մտել այդ մարդկանց գրպանները, հիմա էլ ուզում են ժողովրդի գրպաններից այդ փողը հետ վերադարձ։ Անհրաժեշտ է հետևել կանոնակարգ օրենքին։ Հարկ եք սրան։ Բայց այն Lexus-ների պահը մեկա տարօրինակ է։ Նավ առնեք, նավով ֆրֆռայք, ավելի թանկ է տենց նստում, ոնց հաշվում ես։ Ու вообще մարդը ինչքան էշի տղա պետք լինի, ու ինչքան նախագահականի զաբոր պաչող պետք լինի, որ ամեն սեզոն նույն բանի համար ավելի թանկ վճարի, բայց իր հետևը տան դիվանից չհանի, ալարի հանի, հավես չանի հանի, իրան պալոս չլինի, որ հանի։ There's a place I go to when no one knows me. It's not lonely. It's a necessary thing. It's a place I made up. Find out what I made up. The nights I stayed up, counting stars and fighting sleep. Let it da da dum da dum 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 da dum 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 da dum dum. Հոդուկ ոչխար չեք արա, հելեք բերաններին թափ տվեք, համել հազար ու մի ձև կա, նախ այդ անդեր շոչիկները քտներիս տակ դրած են, մի օր մետ հանցագործ ծանր բանով խփի, էլ քտներիս տակ դրած չի լինի, հետո էլ ցանցի տնօրենները իրանց ջեբից կհանեն այդ փողը, ավելի ճիշտ ձեզանից գողացած փողը, ու կդնեն տեղը, ոնց ուզենան տենց կրեն։ Ու вообще տիկին հրանուշներ, կարող եք մի $1000 դնեք մեր բանկերը, բանկերում փող գա, բանկերը հզորանան, տնտեսությունը զարգանա, այդ անտեր հոսանքի փողն էլ տանք պրծնենք։ Ներդրում երբևիցե արել եք։ Թե մարդ այս երկրում ապրելու համար պիտի լիսկամինատոր լինի, կամ գոնե լիսկամինատորի տղա։ Չնայած խի եք սենց ագրեսիվ, հիմա տղայա սոված ա եղել, խանութից պեչենի ա գողացել, դրիկ սարքիկ հանցագործ նարկաման։ Քույրեխա չունես, քույրեխա կրեմ չանանու։ Մարդու մարկաբերկոմը խելքետ քոնը չի։ Տղայա կրվար արա։ Բայց ոչ նարկամանա։ Զարուհի Փոստանջյանը իր այս հայցը հայցադիմում է ներկայացրել, ըստ որի հետևանքով պարզաբանվել է եղած չեղած խոսացողը ու հանգամանքներ։ Ըստ էության դրանից հետո նախորդ անգամ։ Ու քանզի չի կարելի ըստ դիմումի սիրել մեկին, քանի որ 6 անգամ է լինում այդ ամեն ինչը։ Այսինքն դու ներքին մռութդ։ Ոչունիքի տղեն մեռնել դուրս գար։ Իսկ այդ հարցը ժողովրդին տվեք։ Ժողովուրդը հաստատ անկեղծ կպատասխանի։ Ու ընդհանրապես ում մտքով կանցներ, որ մենք կապսոսայինք նրա համար, որ Հայաստան տեղ մեծ նորմալ ռագատկա կրակող չունենք։ Այդ արվեստը սովորել է պետք։ Հայկոլ այդ գրանատամյոտս դու հեսա գալիս եմ։ Բաժանորդագրվեք մենեջերին, ես թռա։
Բայց պետք է մլիցա դառնայ։ Հատուկ ոչխար չեք ադը։ Չարի կաբրես։ Լուսամուտ բացես Հայկո։ Թե չէ կբռնեմ կտանիմ։ Շորտիկով խի ֆորմա չկա իրենց հիմար։ Մլիցա հոգի։ Տղա ջան, անջատի կամերդ ֆուրաշկես կակնեմ կբռնեմ։ Հա լավ, սպասի ասեմ, սպասի պրոդ։ Դնի սենց դնեմ։ Terroristները մի մայթից տեղափո։ Terroristները մի մայթից Pavilon։ Հա ու մեկ էլ հաղորդումից հետո անպայման ձեր հեռախոսներում գրեք, որ չմոռանաք մայիսի 27-ին ժամը երեկոյան 7-ին Ազատության հրապարակում հանրահավաք ընդդեմ լուսի թանկացման։